Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 8-ի համար։ Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ օրվա կապակցությամբ, բոլորիս տոնը, բոլոր մայրերի տոնը, շնորհավորում եմ ձեզ։ Գեղեցիկ լինեք, ուրախ, հարգված, սիրված, շքեղ, միշտ հետևեք ձեզ, այն ամենա հասարակ բանը, որ մարդը միշտ ասում է, վայ կնճիռներ ունեմ, վայ սա, գումար չունեմ, որ չգիտեմ ինչ երևույթներ անեմ, ձեթ ունեք, ձեթ քսեք, ձեթ քսեք ձեր դեմքին, ձեր կնճիռներին, ձեր վզին և կտեսնեք էֆեկտը, հետո ինձ շնորհակալություն կասեք։ Ոչ բոլոր դեպքերում պետք է շատ մեծ գումարներ տալ և ունենալ արդյունք։ Մենք ինչ-որ բաներից նատուրալ բաներ կան, որոնք որ ստեղծում են։ Օրինակ ես քսում եմ յուղ, այդ ճիշտ է, գնել եմ, բայց ամենայն դեպս մինչև այդ քսում էի ձեթ, իսկ հիմա քսում եմ յուղ, հատուկ նախատեսված, և կողեք դուք ինքներդ բադամը այնտեղ ճորկել կամ լավ դնել խաշվի, պյուրե անել և հետո այդ պյուրեն քսել ձեր դեմքին, ինչ ասես կարող եք անել, քամել, չգիտեմ ինչ անել, եթե մարդու մտքին տեղ լինի, իրեն հետևի, բադամը թանկ է, բան չեմ ասելու, բայց ձեթ բոլորի տան մեջ կա։ Ձեթը ամենալավ բանն է կնճիռների դեմ։ Նա չի թողնում, որ դուք ծերանաք։ Եվ հենց այսօրվանից սկսեք, եթե դեռ չեք սկսել, հենց այսօրվանից սկսեք ձեր դեմքին չի այն հատվածը, որտեղ կնճիռներ կան, այն հատվածը, որտեղ շատ արագ է չորանում և անընդհատ ծալվում է, ականջի մոտերը և այլն, և դուք միշտ շքեղ կլինեք, միշտ երիտասարդ կլինեք, ձեր երեխաների աչքին, ձեր երեխաների համար, ձեր ծնողների համար, նույնպես։ Ինչու ունենալ կնճիռներ, եթե կարող եք այդ ամենը ուղղակի հարթել տնային միջոցներով։ Պոմիդոր, ձու, ինչ ասես կա, ինչը ուտում եք վերցրեք, քսեք ձեր դեմքին, բանան եք ուտում, քսեք ձեր դեմքին, պոմիդոր եք ուտում, տակի մնացորդը քսեք ձեր դեմքին։ Բնական նյութերով խնամված լինելը ավելի լավ է, քան յուրաքանչյուր մեկ այլ արհեստական նյութեր։ Ինչքան էլ Հայաստանում արտադրեն բնական նյութեր, բնական ինչ-որ կրեմներ, միևնույն է, բնական չի այն ինչ-որ հողից է աճել և քսում եք ձեր։ Իրենք էլ են վերցնում նման բաներ և քսում են ինչ-որ մի բանի ձողը, ինչ-որ մի բանի, չգիտեմ ինչը, բամբուկի ձող, ալոե, եսիմինչ, վերցնում են դրանից ինչ-որ նյութեր են սարքում։ Դուք ինքներդ կարող եք դա ունենալ։ Գեղեցիկ լինելու համար, հենց այսօրը հենց գեղեցկության օրն է և սկսեք, հենց այսօրվանից սկսեք ձեզ հետևել։ Այսքանը։ Եվ անցնենք արդեն առաջ, անցնենք տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվելու այսօրը։ Ես իհարկե առանձին կանեմ տեսանյութ բոլոր նշանների համար, թե հենց հստակ սա ուղղակի կանխատեսումն է, բայց մենք կնայենք հենց հատուկ մարտի 8-ի համար։ Գնանք հիմա խոյերին, տեսնենք ինչ է սպասվում խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 8-ին։ Խոչընդոտներ կան, որոնք որ պետք է ես ինչ էր։ 3 վատ քարտ։ Մեկը մյուսից վատ։ Խոչընդոտները տեսնենք ինչ է ասում։ Ընտրության մեջ է խոչընդոտները։ Չեք կարողանում ընտրություն կատարեք։ Չի ստացվում ընտրություն կատարել։ Տեսնենք կորուստը սա ինչ է։ Ինչի կորուստ է սա։ Էլի ընտրության։ Ինչ-որ ընտրության հետ է ձեզ մոտ կապված։ Այստեղ որ ասում է ճիշտ ընտրություն չանեք, խոչընդոտներ կունենաք, նաև կորուստ։ Պետք է մի փոքր ավելի իմաստուն լինել, ավելի խորամանկ լինել, ինձ թվում է։ Բայց խորամանկն ինչ է ուզում ձեզանից։ Այստեղ արդեն դուք պետք է լինեք։ Դուք պետք է լինեք խորամանկ, ավելի առույգ և ինչ-որ բաներ անեք։ Եվ ճիշտ որոշում պետք է կայացնեք, մի շտապեք ընտրության և կամ որոշում կայացնելու հարցում։ Արագ որոշումը հանգեցնում է խնդիրներ, խոչընդոտներ և նաև կորուստ։ Կորուստը կարող է լինել
մարդու տեսքով, հա, օրինակ, ինչ-որ մեկից բաժանվել, կորուստ յուրաքանչյուր հարցում։ Պետք է դուք ավելի առույգ լինեք, ավելի արագ լինեք, քան այս խաբեբաները, որպեսզի դուք կարողանաք ամեն ինչում ավելի հաղթողի դերում լինեք, ավելի պատրաստված այդպես։ Այսքանը ձեզ համար, այդքան էլ լավ որ չէր, հա, ընտրություններ, եւ եթե այդ օրը իրոք հակառակ սեռի հետ կապված ընտրության առջև կանգնած կլինեք, ապա այստեղ պետք է իրոք չշտապել ընտրության հարցում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 8-ին։ Նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մեկի հետ, կշփվեք, կխոսեք, միգուցե նաև այդպես նոր ծանոթություն է դա ձեզ համար, նաև փաստաթուղթ կարող եք ստանալ, փաթեթ կարող եք ստանալ, շատ շփում տարբեր մարդկանց հետ այդ օրը կունենաք, շատ եղեք, դա նաև լեզվակռիվ կա, կարող եք լեզվակռվի մեջ մտնել, կամ նաև բամբասանք։ Եվ խոչընդոտներ կան, տեսնենք ինչ են այդ խոչընդոտները ձեզ այն ուզում։ Խոչընդոտները կարող է ստեղծել ոչ է տղամարդ, կամ իր մոտ է խոչընդոտները եւ դուք պետք է օգնեք։ Ինչ-որ մի բան է, որ կարող ինչ-որ մի տեղ եք ուզում գնալ, ինչ-որ մի տեղ եք ուզում մտնել, այդ տղամարդը չի թողում, նա ձեզ համար ստեղծում է խոչընդոտ։ Ու մեքենան բերեք կանգնացրել է, օրինակ ձեր մեքենայի հետևում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 8-ին։ Տան հետ կապված իրադարձություններ են այստեղ։ Միգուցե հյուր եք ընդունում, հյուր եք ճանապարհում, դուք եք գնում հյուր, տան գործերով եք զբաղվում, առիթ է, միգուցե տանը երեխաների առիթ է, որը նշում եք։ Նաև տեղափոխություն, բնակարանամուտ, վերանորոգում, վաճառք, գնում, այդպես։ Ուղղակի տուն եք մաքրում, այդպես լավ լիարժեք ու բուրգ եք անում։ Այդ օրը նաև ուրախ եք, տրամադրությունը բարձր էներգիայով լի եք, երեխաների հետ կապված ինչ-որ հարցեր կան, նաև սա հղիություն է, ծննդաբերությունը, նաև կարող են ձեր թոռները գալ, ձեր երեխաները գալ, նոր փոքր կյանքի սկիզբ է, նոր ինչ-որ մի բան է, որը սկսվում է ձեզ մոտ փոքր, դեռ նոր է, դա կարող է լինել նոր բիզնես, դա կարող է լինել նոր կյանք, նոր ծանոթություն, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետնիներին։ Ինչ է սպասվում խեցգետնիներին մարտի 8-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ։ Տեսնենք ով է։ Միգուցե ամուսնության առաջարկ է անում ձեզ, միգուցե իր հարսանիքն է, միգուցե ձեր երկրորդ կեսն է, իրար հետ գործարք եք կնքում, պատվեր է անում ձեզ, այդպես շատ, որ միշտ նույն գործն անեք։ Նաև այդ օրը ոմանք կգնան բժշկական կենտրոն, ոմանք նաև ոչ է գեղեցկության սրահ, ոմանք այցելեն իրենց ծնողներին։ Եվ այստեղ նաև լավ շրջապատում կգտնվեք այդ օրը, լավ մարդկանց շրջապատում, ոմանքի նաև պաշտոնավոր մարդկանց շրջապատում, դա նաև պաշտոն է, որ կարող եք ունենալ, օրինակ արդեն երկուշաբթի օրվա ինչ ուրիշ բան պետք է աշխատեք, առաջ խաղացում ձեր աշխատանքում, իմաստություն է սա նաև, որ մարդ իմաստություն է գտնում, նաև կյանքի իմաստ է գտնում։ Իմաստուն որոշումներ է կայացնում ինչ-որ հարցի հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կառույցներին։ Գումար եք ծախսելու կամ գումար է գալու։ Ինչ է սպասվում առուսներին մարտի 8-ին։ Ոմանց հարսանիքն է այդ օրը, ոմանք կգնան
հարսանիքի, ոմանց ամուսության առաջարկ կանեն, սիրո խոստովանություն, գուցե գործարք եք կնքում այդ օրը, պայմանագիր եք կնքում, գուցե այնպիսի աշխատանք եք անում, որ ցիկլային է եւ անընդհատ ոնց որ պետք է անեք այդ աշխատանքը։ Եվ դե երկրորդ կեսին է ցույց տալիս կողակայից հետո։ Ես ինչի, չգիտեմ ինչու բորբոքվում եք այստեղ, բարկանում եք։ Աշխատանքի վրա, գուցե աշխատանքի վայրում, գուցե չեն թողնում շուտ դուրս գաք, կամ ինչ-որ մի բան է, որ բորբոքվում եք, բարկանում, կռվում, գուցե նաև պետական հիմնարկությունում, ինչ-որ մի բան ձեր ուզածով չեն անում եւ այնտեղ գորգռում եք։ Ուղղակի գալիս եք տուն, գուցե ռեստորան է սա, այդքան էլ լավը չէր եւ գալիս եք տուն, այդպես խոսում եք բարկացած այդ ռեստորանի հետ կապված։ Ոմանք այդ օրը կայցել են իրենց ծնողներին, ոմանք կգնան գեղեցկության սրահ, ոմանք են նաև բժշկական կենտրոն։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 8-ին։ Գումար եք ծախսելու, կամ նաև գումար կստանաք, բավական ոգևորված կլինեք, այսօր կողմ կգնաք, գուցե ծաղիկներ եք փնտրում, նաև նվերներ, չգիտեմ ինչու նվերներ ասեցի, ամենայն դեպս նվերներ կարող եք ստանալ, հյուր կունենաք, դուք կգնաք հյուր, ինչ-որ փաթեթ կարող եք ստանալ, ծանոթություն դրսում, ինչ-որ մեկի հետ, բայց դա ժամանակավոր է։ Այդպես, նաև ինչ-որ մի կնոջ հետ կարող եք հանդիպել կամ շփվել, տեսնենք ով է։ Տան անդամ է, ընտանիքի անդամ է, ում հետ կշփվեք, ում հետ կխոսեք, այդպես կգա տուն, միգուցե ձեր քույրն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին մարտի 8-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տարբեր տարիքային կանանց հետ, տեսնենք երիտասարդ կնոջ հետ ով է, աշխատանքի բերումով է, կամ պետական աշխատող է, ում կհանդիպեք, կամ աշխատանքի բերումով է, աշխատակից է, կամ տնօրենն է, մենեջերն է, այդպես կարող եք իրեն հանդիպել, խոսել, կամ իր հետ ավելի շատ առնչվել, եթե աշխատանքի եք այդ օրը։ Գուցե նաև աշխատանքի վայրում ծանոթություն է, հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Ումս է ռեստորան է, այնտեղ չկա, կարող գնալ ռեստորան։ Տեսնենք իսկ այս կնոջ հետ ինչ է կախված։ Շատ շփում։ Միգուցե ձեր մայրիկն է, գալիս եք, հետո կիսվում եք, ինչ եղավ այդ օրը։ Կամ ուղղակի ինչ-որ կին է, ում հետ որ շատ եք շփվում, խոսում եք, գուցե նաև վերջում հասնի լեզվակռվի, դեռ ուշադիր պետք է լինել։ Եվ այդ օրը նաև ինչ-որ ոլորտ ձեզ մոտ կայունանում է, որից է ոլորտ, որը որ կաղում էր, որը որ այդքան լավ չէր, այդ ոլորտը կկայունանա, կնորմալանա ամեն ինչ։ Այսքանը միգուցե հարաբերություններն են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 8-ին։ Բանի կորուստ է, հեսակ ուսումնասիրենք, օձեր կան, նախանձ մարդիկ, շադիր եղեք այստեղ աշխատանքին, առողջության, նյարդայնանակ կարող է ինչ-որ մի մեկի վրա, ձեր առողջությունը քայքայեք, վստահություն ծնողների հետ կապված, ինչ-որ մի բան կարող եք ասել, չանել, նաև կարող գնալ գեղեցկության սրահ եւ այնպես ձեզ այլանդակեն, որ դուք էլ զարմանաք, որ այդպես կտրտեցին, գցեցին ձեր մազերը կամ եսի ինչ գույն ստացան, որ անիմաստ էր ամբողջությամբ։ Օձերը դա իմաստություն է նաեւ ամենաառաջինը, գայթակղություն է, հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ կարող է գայթակղություն լինել, նաեւ դա նախանձ է, օծություն, ինչ որ մարդիկ կարող ձեր հանդեպ այդպես վարվել։ Եվ այդ օրը ոմանք շատ աշխատանք կունենան, միգուցե ընդունվում եք աշխատանքի, գնում եք ռեստորան, պաշտոն է սա նաև, բարձրացում է, ինչ-որ գործունեության։
Նաև պետական հիմնարկություն է դա։ Կարող է լինել հիվանդանոց, կարող է լինել նաև բժշկական կենտրոն, նաև բանկ, մանկա, շաբաթ, վեճավայ կիրակի է, ուրեմն ոչ մի տեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 8-ին։ Հաջողություն ունեք, այստեղ դռներ են բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ, նոր պարտականություններ, միգուցե նաև դուռ եք փակում, ինչ որ մի դուռ է, որը ձեզ այլևս պետք չի։ Այդ օրը նաև այստեղ ինձ թվում է վեճ չի ավելի շատ, եթե տուն եք մաքրելու, տան գործերով եք զբաղվելու, բայց տեսնենք վեճը արդյոք թե ոչ։ Ինչ որ կնոջ հետ եթե վեճ լինի, ապա ինչ որ կնոջ հետ է լինելու, եթե ոչ, ապա կարող է լինել այդ կնոջ հետ տուն եք մաքրում, գուցե ուբորկա եք անում։ Նաև հյուրեր կարող եք ընդունել, առիթ է տանը, տեղափոխվում եք տանից տուն, նաև ինչ որ գործողություն եք, դուք եք գնում, ինչ որ մեկի տուն առիթ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 8-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ երիտասարդ, տեսնենք ով է, գուցե երիտասարդ չի, չգիտեմ, չէ երիտասարդ է այստեղ։ Ուժային կառույցի ներկայացուցիչ է, նոր ծանոթություն է, այսպես ինչ որ դրսում, ոչ ոստիկանի, ոչ ինչ որ մի աշխատողի հետ։ Նաև ինչ որ մեկն է, որ ձեզ կօգնի կա հեղինակավոր անձնավորություն եւ ձեզ օգնում է կամ ուժ է տալիս, իր ներկայությամբ, իր խոսքերով։ Այդ օրը նաև հաջողություն ունեք, ինչ որ կանեք, այդ օրը հաջողությամբ կավարտեք, հաջողություն կլինի։ Եվ խորամանկ մարդիկ կան այստեղ։ Տեսնենք դուք պետք է լինեք խորամանկ, թե սրանք խորամանկյան խաբեբային պետք է ուշադիր լինեք։ Գիտեք, սա ճակատագրական որոշ պահ է։ Եվ եթե դուք ինչ որ մի բան խորամանկորեն անեք, դա սա ճակատագրական է լինելու, եթե ինչ որ մի վատ բան է, եւս էլի հա ճակատագրական է։ Ինչ-որ մեկն է կարող դրսից օտար երկրում է ապրում եւ խորամանկություն է անում, մենակ որ դուք իրեն գումար ուղարկեք։ Ինչ որ էմոցիոնալ կլինեք։ Միգուցե դա է, ինչ որ խորամանկ պահեր է անում, որ գումար փոխանցեք իրեն, կամ ինչ որ պահեր։ Կամ եթե դες խոստացել է, որ կտանի օտար երկիր, եւս պետք է ուշադիր լինել այս մարդու հետ կապված։ Էմոցիաներ են, գաղտնի բաներ կան այստեղ։ Լիարժեք բաց չի, լիարժեք պարզ չի այդ մարդը ձեզ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 8-ին։ Այստեղ ուրեմն նվերներ, անակնկալներ, ժամադրություններ, ուրախ պահեր, ծաղիկներ, այնպես լավ պահեր են այստեղ ձեզ սպասվում, նաև նամակագրական կապ է սա ինչ որ մեկի հետ, նաև տեղեկատվությունը, որը կստանաք, լուրերը, ինչ որ ծրար է, եթե ինչ որ առիթ եք գնում, կարող ծրարով նվեր եք տալիս, փաստաթղթեր են, որոնք կարող եք դնել մի կողմ, պատրաստել, որ հաջորդ օր օրինակ ինչ որ միտեղ տանել։ Նաև այդ օրը ոգևորված կլինեք, հյուրեր կընդունեք, հյուրեր կճանապարհեք, դուք կգնաք հյուր, միշտ հյուրեր կճանապարհեք, այդպես գալիս ա մտքիս, նաև դա դրսում ծանոթություն է, դա ծանոթությունը չի, լուրջ ծանոթություն չի։ Եվ ինչ բաներ կարող եք պատվիրել բերեն ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 8-ին։ Հանդիպում կամ շփում որևիցե կնոջ հետ, այստեղ տարբեր տարիքային կանանց հետ եք հանդիպելու։ Մի փոքր ավելի տարեց անձնավորություն է, տեսնենք ով է։ Պետական աշխատող կարող է լինել,
ինչ որ մեկը որ ավելի հայտնի է կամ ավելի թիկունքով է, կարող ձեզ աջակցել, օգնել, ձեզ ուժ տալ, կարող ձեր մայրն է եւ ձեզ ուժ է տալիս, օգնում է ինչ որ մի հարցում։ Եվ տեսնենք ով է այս երիտասարդ աղջիկը, միգուցե տղաների համար սա նոր ծանոթություն է։ 8 է։ Կամ իմաստուն աղջիկ է, կամ օձ է։ Երկուսից մեկը։ Հետո դուք երևի թե իրան հանդիպելուց ավելի լավ կիմանաք ով է ինքը։ Չէ, իրոք եւս էլի լավ խորհուրդներ է տալիս, եթե իմաստուն անձնավորություն է։ Եվ այդ օրը ոմանք կզբաղվեն ուսմամբ, ոմանց մոտ սա նաեւ գաղտնիք է, որը կբացահայտվի, ոմանց մոտ նաեւ սա գրքեջ, կփոխեք եւ կապրեք արդեն ուրիշ կերպ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։